Գեղարքունիքի մարզ։ Գեղարքունիքը մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, այն գտնվում է Հանրապետության արևելքում, մարզկենտրոնը Գաբար քաղաքն է, այնտեղ ամեն ինչ իր է ծնվում, առավոտները մշուր պատված ալիքներից, օրը արևի շորի տակ փայլող ջրային հարուստ, իսկ գիշերները ածխաջի կաթիլներից, որոնք գնում են Սևանի Թավշյա մակերեսին։ Սևանը Գեղարքունիքի սիրտն է, փափոխող Պարտանսահման, նրա ալիքներին Սևն է ծնվել ու մեծացել, նրա ալիքների ներքո խաղացել են հազարավոր մանուկներ։ Սևանավանքը գտնվում է լեռների գագաթին, իր խաչքարերով, աղոթներով, խարը պատերի լուրջ պատմությամբ, երբ արևն ընկնում է ժայռերի ետև, վանքի գմբեթը կարմար տակում է, երևում է, թե լեռները խոսում են իրենց տարրերի մասին։ Գեղարքունիք երկնքի և ջրի կապն է, մի վայր, որտեղ առավոտները միշտ զարթնում է ցրտաշունների կանչով, որտեղ մարդը միշտ լսում է Սևանի ալիքների միայն շշուկը, ու այդ ջրի խաղաղ հայելում լսում իրից քոկո արտացոլանքը։ Սևանավանք 9-րդ դար Գեղարքունիքի մարզի ամենահայտնի հոգևոր կենտրոնն է, այն կառուցվել է 9-րդ դարում Մայրան Բագրատունու նախաձեռնությամբ, վանքը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին։ Սևանալուչի մյուս ափին գտնվում է Հայրավանքը, որը կառուցվել է 9-րդ դարում, սակայն 12-րդ դարում վերակառուցվել է, նա հայտնի է իր քարաշունչ կառուցվածքով, որը ներդաշնակում է շրջակա միջավայրը։ Նորադուսի խաչքարերի դաշտ։ Նորադուս գյուղում է գտնվում աշխարհի ամենամեծ խաչքարերի համալիրը, ավելի քան 800 խաչքար է գտնվում այնտեղ, ամենահները թվագրվում են մինչև 9-րդ դարով, այն համարվում է բացի թանգարան, ըստ ավանդության Նորադուսի բնակիչները այնպես են տեղադրել խաչքարերը, որ հեռվից թվացել զինված զորքը վախեցնելով թշնամիներին։